Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Պետնախագահը ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։ Նշվել է, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հարկային ռիսկերը հատկապես արձանագրվել են շինարարության, կաթնամթերքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։ Միաժամանակ ռիսկերի գրանցման և գնահատման մեխանիզմների, ինչպես նաև կիրառվող մեթոդաբանության կատարելագործման նպատակով առաջարկվել է ուսուցողական ծրագրեր կազմակերպել մասնագիտական ստորաբաժանումների համար։ Նիստում անդրադարձ է կատարվել նաև խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին։ Խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ իրականացված կարգապահական վարքագծի վերլուծության արդյունքում տվյալ ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքեր և համապատասխանաբար առաջադրվել են տուգանքներ։ Soft Construct ընկերությունում օրերս տեղի է ունեցել առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարևորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը, նպաստելով նրանց զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլև որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի Global Forum for Food and Agriculture շրջանակներում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը, ընդգծելով ջրի կառավարման ժամանակակից և կայուն մոտեցումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ զարգացման ապահովման համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։